հաջորդ կենդանակերպը ցուլի կենդանակերպն է, սիրելի ցուլեր, ես ասեմ, որ հողի տարերքի ազդեցության տակ ծնվածների համար մեր կյանքի ամենակարևոր ոլորտներն է լինելու։ Ուրանը երկորյակի կենդանակերպում ձեր երկրորդ տանն է լինելու, Պլուտոնը ջրհոսում արդեն իսկ նոյեմբերից գտնվում է ջրհոսի կենդանակերպում, այն արդեն իսկ ձեր 10-րդ տանն է, 10-րդ տուն, հասարակական դիրք, վարկանիշ, այն աշխատանքը, որը տարիների ընթացքում դուք սրտել եք, դուք հասել եք մասնագիտական հաջողությունների։ Ուրանը երկրորդ տանը ռեսուրսներն են, ֆինանսներն են, որոնք դուք եք վաստակում։ Մեծ հնարավորություն ունեք հանրային ճանաչում ստանալու, նաև մեծ հնարավորություններ գումարներ վաստակելու համացանցի միջոցով, լրատվության միջոցով, դասավանդման միջոցով, որովհետև Ուրանը երկորյակում երկրորդ տանը ֆինանսները, ռեսուրսները գալիս են ինֆորմացիայի միջոցով, նորագույն տեխնոլոգիաներին ծանոթանալու միջոցով, այդ գիտելիքները կիրառելու և մասնագիտական հաջողություններ ունենալու արդյունքում։ Եվ այդ ժամանակահատվածն է 2025 թվականի հուլիսի 7 և չենք մոռանում կրկին այդ մեծ տրիգոնը կրկնվելու է 2026 թվականի ապրիլի 26-ից։ Մենք մոտավոր ունենք 1-2 տարի ժամանակահատված վերակառուցենք մեր կյանքը, մեր ինտելեկտուալ կարողությունները, լինենք բաց գիտելիքների և նորագույն տեխնոլոգիաների առաջ, սերտենք այդ գիտելիքները, աստղաբանությունը և IT տեղեկատվական ոլորտները, դրանք այն դաշտերն են, որոնք կբերեն մեզ մեծ հաջողություններ, կունենաք մեծ հաջողություններ, վարկանիշի միանգամից աճ, ձեր հայրը, քանի որ 10-րդ տունը հայրն է, ղեկավարներն են, նրանք կնկատեն ձեզ, հնարավոր է ունենաք և պաշտոնի բարձրացում, և մեծ գումարներ, որոնք կօգնեն ձեզ ապահովելու ձեր ֆինանսական ռեսուրսների աճը և ունենալ կայուն և բարձր հասարակական դիրք։ Սիրելի երկորյակներ, գիտեք ձեր կյանքը փոխվելու է և արդեն իսկ փոխվել է, Սատուրնը ձկների կենդանակերպից շուտով դուրս է գալու մայիսի 25-ի մոտակայքում, իմացեք այն սահմանափակումները, որոնք դուք զգում եք մոտավորապես 2 տարի, արդեն իսկ անցնում են խոյերի դաշտ, և գիտեք այդ հնարավորությունները Ուրանը երկորյակում ձեր առաջին տանն է, նոր գործողությունների սկիզբ, նոր պրոյեկտներ, արտաքին տեսքի փոփոխություն, հնարավոր է նոր լեզուներ սովորեք, նոր լեզվամտածողության փոփոխության արդյունքում դուք կարող եք մեծ հաջողությունների հասնել